Բարևներ, սիրելի հետևորդներ, բարևներ նրանց, ովքեր ինձ դիտում են, լայքում են, բաժանորդագրվում են, նաև բարևներ նրանց, ովքեր ինձ դիտում են օվկիանոսից այն կողմ, օտար երկրներում են ապրում, բոլորիդ բարևներ, ջերմ բարևներ, ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ, դուք ինձ հաճախակի եք տեսնում, բայց ես ձեզ չեմ տեսնում, բայց մեկ-մեկ պատահում է, որ հանդիպում եմ հետևորդների, շատ եմ ուրախանում, ջերմ զրուցում ենք, խոսում ենք, մի խոսքով, ովքեր էլ նոր են միացել իմ էջին, ասեմ, որ ես Նազելին եմ, Նազելինաս, էջիս անվանումն է, ապրում եմ Վայքում և ներկայացնում եմ իմ առօրյան, որը լեցուն է շատ աշխատանքներով, գործերով, հոգսերով, որոնք ես կատարում եմ մեծ հաճույքով, նկարում և ցուցադրում եմ ձեզ։ Այնպես որ մնացեք իմ էջում, հետևեք և տեսեք այսօր ինչ ենք անում։ Նայելով ինձ, արդեն պարզ է, որ իմ տրամադրությունը գերազանց է։ Ինչու՞, որովհետև բոլորով տանն ենք։ Երեխաներս բոլորն էլ տանն են, մերիս էլ այեք։ Մի քիչ հանգստանա կմիանամ մեզ։ Ես էլ գործից եկել եմ, իմ ամենասիրած պահն է խոհանոցում, ընդունել եմ պատվերներ, թե ինչ եմ պատրաստելու, ինչ եմ սարքելու, ժարիտ եմ սարքում, հետո այնտեղ շատ բաներ եմ նախատեսել, կսարքենք, կուտենք, կուրախանանք, կզրուցենք, կթեյենք, հետաքրքիր է, չէ, ասում ենք թեյել, սրճել, կաթ խմելուն, ինչ ենք ասում, կաթել, կկաթենք էլ, Լիլիթն է շատ կաթ սիրում, եղանակը շատ մռայլ է, առավոտ ձյուն եկավ, անձրև, խառը, տենց թաց ձյուն է, էլի եմ ասում, այս դրվարը ձմեռը չի ուզում իր տեղը զիջել գարնանը, բայց դե մենք ենք անհամբեր էլի, կարտոֆիլը մաքրեմ և այստեղ ամանել ունեմ, այս ջուրն էլ մի հատ միացնեմ եռած, բայց չհասցրեցի, ինչ որ պետք էր անել, մինչև կարտոֆիլը մաքրելը ես ուրեմն թաբուլե եմ սարքելու, են որ կանաչ սոփը կա, տանը կանաչիներ, տոմատ, ոյ, տեսեք մարոլ մոռացա առնել, ասեմ մի բան են չի, մարոլ, բայց դե ոչինչ, խնդիր չի, իս ինչ մաքուր աղացած ձավարա և մի քիչ էլ բլղուր կխառնեմ, ես երկուսը իրար հետ եմ լցնում, անում, սիրում եմ, որ այս աղացած հատիկները մի քիչ խոշոր լինի, բլղուրն էլ մանր է, տենց իրար հետ շատ լավ է լինում, հիմա մի հատ լվանամ ու տաք ջրով թռչեմ, Սրացրած ջուր եմ լցնում, այնքան որ իրեն ծածկի ու փակում եմ, դնում եմ մի կես ժամից ինքը ուռելու է, շատանա ու պատրաստ կլինի սարքելու, ասեմ, որ երեկվա ձուկը շատ համով էր ստացվել, են որ տեսակ երկու հատը վերցրեցի, պահեցի, հիմա մերոնք ասում են նորից սարքի, կրկնողություն, իհարկե հիմա էլի շատ բաներ պետք է սարքեմ, որոնք նորից կրկնողություն են, բայց դե այս անգամ մերին եկել է այդ ռուլետից սարքեմ, բայց այս անգամ կարագով ու խտացրած կաթով եմ սարքելու միջուկը, կրեմ եմ սարքելու, այն էլ եփած խտացրած կաթով շատ համով է լինում, հետ էլ կսարքեմ, Լիլիթն էլ դպրոցից եկել է, գնացել է ուլունքագործության դասերի, եթե մի բանը իր կամքով, իր ուզածն է, շատ լավ գնում է, անում է,
ու երբեք էլ չի տրտնջում, որ ասի վայ, ձունա, ցուրտա, անձրևա չեմ գնում, տենց բան չկա։ Կարող է ես ասեմ մի գնա անձրևա ձունա, բայց ինքը չի ասի։ Բա ինչ ուտելուց։ Դու էլ մի կերուր եմ։ Այդ նենց արա, որ սերմերը բանել լի։ Աշոտ, սերմերը վերցնենք։ Սերմերը վերցում ենք, հիշում ես, չէ, Աշոտ։ Այդքան, նա։ Նա վիշ կա։ Էլ չկա մեջը։ Օй, շատ հետաքրքիր սիրուն բիբարա։ Գույնը գազարագույն, քիչ է սերմերն էլ կարելի ասել հաշված է։ Պահենք, որ ցանենք։ Ասեմ, որ խանութից այդ բուլղարական բիբարները, որ վերցնեք, ծաղկամանի մեջ ցանեք, լինում է, այնպես որ կարող եք դրան գումար չտալ։ Գումար կտակ այն դեպքում, երբ կառնեք, բիբարը կուտեք, սերն էլ ակցիամ կմնա ձեզ։ Ինչի, մայրամախոտ, չայ դնենք, կարտոֆիլը կտրեցի։ Ասում եմ են ձուկը չժարիտեմ, Աշոտ։ Հա? Չեք ուզում ժարիտեմ։ Բիբարը քցի մեջ է։ Ինչի մեջ, չէ, հո հիմա չեմ գցում։ Վերջում են լցում։ Այդ բիբարը քո սիրած բաների մեջ ես ավելացնում։ Համով։ Ասում եմ գործ արենք։ Հա։ Այդ համերի մի հատ համբուրի քնից է լինում։ Մեր երեխեն հոգնած է, հեսա կհլնի։ Ողջ գիշեր չի քնե, հերթապահությունից էլ գիշեր չի քնե, ինչ ես ուզում։ Դու կարո՞ղ ես այսպես քնել։ Հոգնած մարդը ոնց էլ ասես կքնի։ Օ, ես մարինատը ընտիրա։ Ո փակել են նայ խուտի։ Մարդիկ գժվում են սրա համար, սրանք էլ չեն ուզում ուտել։ Ասել հոնի կամպոտ։ Այն որ չփակես, կասեն չփակեց։ Չի լինում, ուզում են ուտել։ Լինում է ոչ ականջ են կպցնում։ Այս տարի իմ մարինատները կմնա, բանազան ինչ անի, ոնց փակի, բայց դեպքի փակե։ Շատ համեղ է։ Որդներից գրել էին, որ պատրաստել ենք այս տարբերակով եւ շատ գոհ ենք։ Մինչև ժարիտը կլինի, ես այս կանաչ սոխերից պոկեմ, դե կանաչ սոխն էլ էլի սառնարանում էլ կա, այս քանի օրը շատ ենք պոկրտել, պոկել, բայց դե լավ էլ աճում է, մի հատ ջրում դնում եմ պատուհանին, արևը կպնում է, անմիջապես աճում է։ Հիմա էլ անցա այս կողմ բացենք, տեսնենք, ահագին անցել է արդեն, ոնց է, ոյ, ինչ լավ ջուրը քաշել է, կանաչիները կտրատեմ, դե կանաչին էլ պետք է առատ լինի, սամիթա, պետրուշկա, սող, համեմ ու մանր կտրատեմ։ Եթե սխտորի են կանաչ ճյուղերից էլ լինի սեզոնին, հետո էլի կտրատում ես, շատ համով է լինում։ Ահա, կտրատեցի կանաչիները։ Վայ։ Ինչ եմ լուծնում, աղ,
մի փոքր համեմ է աղացած, սև պղպեղ, ոյ կծույա, նազո այդքան շատ մի լցրու, այդքան բավական է, պարտադիր իր այդ կարմիր պղպեղից մի լավ լցրեց, բուսայուղել, հատ է սենց խորնենք, մի գթալ տոմատ, թթու չլինի, բայց միևնույն ժամանակ քիչ եմ լցնում մի գթալ, որ շատ տոմատի համ չլինի, բայց դե առանց տոմատ էլ չի լինում, պարտադիր պետք է գցենք, բայց չափը չանցնենք, միշտ մնաց կանաչիները, լավա մարոլ կար, բանջարեղենի խանութում, շատ լավա, հեսա աշոտը թող գնա բերի, ավելացնեմ, մի հոտ ես բիբարին նայեք, ինչ լավն է, ես հատուկ վերցրել եմ, որ կտրեմ, ինչ անեմ, սերմ, համել սենց համեղա ուտում ենք, սերմերը զգուշ, Այս դեղինինը շատ քիչ էր, բայց համով բիբարա, հետաքրքիր է, սա ուրիշ սորտի է, Ահակին է սրա սերմը, ոնց փոքենք, մսոտը ու ասեմ դուք էլ կարող եք վերցնել ու ցանել լինում է լավ բիբարի մեջ շատ C վիտամին կա ասեմ որ ես գազարագույնը ավելի համով էր անենք ինչ կա չկա որ մեր հացը ուտենք ես էլ եմ բիբարով կանաչիով պանիրն է, բայց աշոտը այնա բիբար ավելացրեմ։ Եվ ես սեղանը դնեմ, սա մեր նկարահանման առաջին մասն է։ Երեկոյան էլ մի հատ բոլորով կհավաքվենք էլի խոհանոցում, համեղ բաներ կսարքենք, կզրուցենք եւ կուտենք։ Այ երշիկն է այսպես դրեցի, լավ ապսեյը մոռացա։ Լիլիթս չեկավ է, Լիլիթս։ Մաման մարալը չեկավ։ Ուրա, մարալը։ Այստեղ մի փոքր բաստուրմա կայտել կտրենք։ Ես էլ մի կերպ կտրեցի վերջի բաստուրման։ Չնայած Լիլիթը տունը չի, բայց 5 ապսե եմ լինում։ Մեկ է տեսար եկավ հասավ։ Կծու բիբար չգիտեմ։ Բիբար կա կծու, բայց շատ կծու։ Հա տուրթը փոքր ուտի, քիչ ուտի։ Չես կերը, դու աշո։ Կաղաք թել ենք։ Ոչ, ես տենց խալմունք չեմ անի, կծու բիբարը կծեմ, ուտում ենք, ուրեմ կերել ենք։ Երեք եմ կերել։ Մարոլնը լավելացնենք, որ իսկական լինի թաբուլ է։ Ահա և պատրաստ է թաբուլեն, մարոլն է լցրեցի։
Քյալագյոշը իշքան հնանում է, այնքան համովանում է։ Ես էլ կուտեմ սա։ Դուրս եկա։ Լավ, հաջող։ Լիլիթը։ Ուրա չոր լավաշը։ Սրա տակրտիներ։ Դուք ես մի շաբաթվա բաներ ուտում։ Ով մի շաբաթ։ Ամենահամովը հին ապրանքներն է։ Հին ճաշերն է։ Ճաշատեսակներ կա, որ իշքան մնում հնանում է, այնքան համովան։ Բանը, շորբան։ Համովանում է։ Բավարում շորբան։ Ինչ կծեր։ Մամայի բանը։ Մամայի ճաշին են զարմացած նայում։ Հայկական շուկաներ որ։ Մեկ չեք ուտում, չէ՞։ Ոչ Լիլիթը կերա։ Մենակ ես եմ ուտում, ես էլ Հետը ծանր է, ունակ ես ուտում եմ ծանր է, խաշից խաշին հավասար վանա։ Ճաշը, բայց սխտոր չեմ լցնում, օրենքով դի սխտոր է լցնենք։ Դե լավ, մեզ բարի ախորժակ։ Մի հատ հետաքրքիր բան առաջարկի, պատրաստենք, նստենք, ուտենք, թեյ խմենք, խոսենք։ Ադիպուտի արա կառավելը։ Կարելի է։ Ես թավանը լավ է, ժարիտի չեմ տեղադրել, սրա մեջ էլ կան է։ Ինչ է, մոռացել էինք դրա գոյության մասին։ Բուսայողը լցրեցի և ադիբուդին, կուկուրուզը։ Ինչ հովես ունես։ Ինչի համար։ Ես ասեմ։ Բացի։ Էլ է փակել, կիսա։ Ես էլ նախապատրաստում եմ, ամանը հանեմ։ Չորսը ձու հանենք։ Ինչ լավն է, մի հատ նայեք։ Նայեք, աղջիկներ ջան։ Ինչ լավ ադիբուդի արեցի։ Շատ լավ ադիբուդի արեցի։ Կում եմ կրկին ռուլետ։ Բայց միջուկը ջեմով չէ, խտացրած կաթով, կարագով։ Կրեմ եմ պատրաստում։ Պատրաստ է և լցնեմ ու թխեմ։ Ասեմ, որ առանց սոդա է։ Ոնց տեսել եք, գրել հարցրել եք, առանց սոդայի այդպես կուռի, այո, հաստատ ուռում է և այսօր այնքան հետևորդներ են նկարել, ուղարկել իրենց թխած ռուլետը։ Ինչը, բանանը։ Ահա, այս էլ եղավ։ Այս կոֆեի ավա չենք միացրի, խանգարում է։ Ես անգամ ֆոլգա էի դրել, շատ լավ եղավ։ Այս ինչ ես զարկում։ Ռուլետ։ Ընտիր կրեմ է եղել։ Այս էլ ռուլետ է։ Շատ համով է եղել, այդ կողքերի կտրեցի ու համտեսեցի, գերազանց է այդ կրեմով տարբերակներ։ Հա? Չայ ենք։ Կախո բան կոֆե եք բերել մակ։ Չէ, չայ եմ ուզում։ Հանիքը թափես։ Ես առանց պեսոկ եմ ուզում։ Եկանենք խմենք։ Հա, մի հատ։
մի բան եմ ուզում ցուցադրել կապված խոհանոցի հետ։ Համ թե ես խմեմ, համ էլ ցուցադրեմ, սիրելի հետևորդներ։ Գտալ պատարակախ դանակ ավոկադոյամ, շատ լավն է։ Վերջին ժամանակահատվածում ինքը ահագին էլ տենց թրենդային է, մոդայիկ։ Շատ շուտվանից հավանել էի այս պատարակախների գտալների տեսքը, ձևը ու պատվիրել եմ։ Ասեմ, որ պատվիրել եմ Տեմուից, Վալբերիսում էլ կա։ Նախընտրել եմ արծաթագույնը, ոսկե գույններ կա, ճաշակին ընկեր չկա, ամեն մարդ ինքն է որոշում, թե իրեն ինչ է հարկավոր, ինչ գույն է հարկավոր, ինչ ձևի, ինչ տեսքի, որպեսզի ամբողջությամբ չհանեմ, յուրաքանչյուրից մեկ հատ նմուշ, տենց, ասեմ որակը, որ շատ լավն է, 30 կտոր է կազմում, այսինքն յուրաքանչյուրից 6 հատ, 6 անգամին 30 կտորից է բաղկացած, շատերը ասում էին, որ որակը այն չի լինի, բարակ կլինի, ես էլ ասեցի կորցնելու բան չունեմ, բարակ կլինի, լավ չի լինի, հետ կտամ, նայում եմ ոչ մի թերություն, ոչ մի բան չկա, շատ սիրուն, տենց ոչ մի քերծվածքներ, գույնը փայլը տեղը, ամուր է շատ, իհարկե մի բան էլ ասեմ, որ օգտագործողից էլ է կախված, եթե մի բան օգտագործում ես ու անփույթ ես վերաբերվում, ապա ինքը կարող է գույնը փոխել, գծեր առաջանալ, եթե օգտագործում ես, պետք է լվանաս, չորացնես ու տեղավորես։ Եվ մի բան եմ ասում, որ ցանկացած ապրանք իր պետք է խնամքով վերաբերվես, անփույթ ենք վերաբերվում, ապա պարզ է, որ մի ամիս հետո, միգուցե 10 օր հետո այն հետ չլինի, ինչու եմ ասում խնամքով վերաբերվենք, որովհետև առաջին հերթին դա նշանակում է մենք մեզ պետք է հարգենք, մեր աշխատանքը գնահատենք, չէ որ սրանց հասնելու, առնելու համար մենք չարչարվում ենք, աշխատում ենք, եթե խնամքով չվերաբերվենք, նշանակում է, որ մենք ինքներս մեզ չենք հարգում, չենք սիրում և մեր աշխատանքը չենք գնահատում։ Լավն են այս փոքրիկ գդալները, շատ լավն են։ Սիրելի հետևորդներ, ձեզ էլ ասեմ բարի գիշեր, առողջ եղեք, լավ եղեք, կհանդիպենք վաղը նոր վլոգով։ Հուսամ, որ վաղը Տեմուի ապրանքները ամբողջությամբ ինձ մոտ կլինի և ես կցուցադրեմ բոլոր ապրանքները միասին։